Տարին մրցանակային սկսվեց Նինոց Մինդայի մարզաշխարհի համար։ Օրերս սեղանի թենիսի մարզիկները մասնակցեցին Թբիլիսիում անցկացվող Վրաստանի առաջնությանը և վերադարձան դրական արդյունքներով։ Առջևում սեղանի թենիսի արդեն տարածաշրջանային խաղերն են։ Այս եւ այն թեմաների մասին հարցազրույց ունեցանք մարզիչ Աշոտ Սողոյանի հետ։ Անցկացվեց Վրաստանի առաջնություն փետրվարի 19-ից 22-ը Թբիլիսի քաղաքում, որտեղ մեր մարզադ դպրոցի թիմը մասնակցեց 10 մասնակիցներով։ Մրցումներում հաջող հանդես եկան տղաների Սարգիս եւ Մերժան Թումասյանների զույգը, զուգախաղերում գրավեցին 3-ից 4-րդ տեղ։ Այս տարի նոր ձևաչափով էր, 2 երրորդ տեղի մրցանակակիրներ էին տալիս, այսինքն երրորդ տեղի խաղերը չէին խաղացնում, եւ մեր թիմը գրավեց 3-ից 4-րդ տեղ, նվաճելով բրոնզե մեդալներ։ Մեկ խաղ առաջ աղջիկների մրցումում Նարե եւ Վարդուհի Էլոյանները բարձվեցին զրկվելով բրոնզե մեդալներից։ Անհատական խաղում բոլորից հաջող հանդես եկավ Նարե Էլոյանը, ով նույն ձևի մեդալից առաջ մեկ խաղում 3-2 հաշվով պարտություն կերեց։ Հետագայում ծրագրվում է այստեղ մեր մարզադպրոցում անցկացվելու է փետրվարի 28-ին դպրոցականների օլիմպիադան տարածաշրջանային, որտեղ հանդես կգան 6 շրջանի սեղանի թենիսի օլիմպիադաների հաղթողները, եւ հուսով եմ, ինչպես միշտ, այստեղ մենք կունենանք մեր հաղթանակները։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ մեր մարզադպրոցին, տնօրեն Վանիկ Բեդոյանին, ով ջանք ու ելանք չի խնայում այս մեր մրցումներում ամեն ինչով կանգնած է մեր կողքին։ Շնորհակալություն եւ քաղաքապետարանին եւ մարզադպրոցին մեզ աջակցելու համար։ Այս մրցումներում ֆինանսավորում է իրենց կողմից էր, բայց բացի դրանից, ինչպես միշտ, մեզ օգնում է բարերար Աշոտ Նորսոյանը, ով թենիսի պարագաներում ինչ որ բագաս երբ լինում է, նա կանգնած է մեր թիմի, մեր հատկապես Օրոջալարի գյուղի մարզադպրոցի ցաների կողքին։